Մի տեսակ բան, լսեք, մեր ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է քաղաքականապես եւ քաղաքականությունից շատ հեռու է։ Իրանք նոր են սովորում քաղաքականությունը ինչ է, որտեղ իրենք իրենց ժամանակին քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական եւ տենց խաղի կանոններ։ Իրանք նոր են սովորում ընդդիմություն լինել եւ ես ներողություն եմ խնդրում, բայց ես քաղաքագիտության հարցեր դասավանդելով, քաղաքագիտություն դասավանդելով չեմ զբաղվել։ Թող գնան պարապեն, ասելիք ձևավորեն, գան, հետներս բանավիճեն։ Այդ բանավեճի վայրը այստեղ է, որտեղ իրանք չեն գալիս։ Թող գան բանավիճեն։ Ճանապարհի հատում կարող է եւ լսեք, ինչ կարող է այդ հարցը դրվի, իսկ կարող է մեծ նվերներ տա, իսկ կարող է Փաշինյան նվերներ տա, կարող է մի բաժան, այդ ինչ խոսակցություն է։ Իրանք պաշտոնյաները խոսում են, չէ՞, մամուլը։ Իսկ մեր պաշտոնյաները, ներողություն, իսկ մեր պաշտոնյաները չեն խոսում։ Ինչ են խոսում։ Մենք մեր դիրքորոշումը չենք ասում։ Զանգեզուրի Միջանցքի մասին նոր դեպք չեք խոսում։ Իսկ ով ասեց, իսկ ով, դե ձևակերպման խնդիր է, հիմա կարաս քաղաքական գործին ասես քաղաքական գործիչ, կարաս ասես, որ ինքը քաղաքական գործիչ չի, սկսնակ է, լրագրողին կարաս ասես, որ ինքը վարձու կիլեր է, ինչ որ մեկից փող է վերցնում, որ գա ես մի քաղաքական գործին սպանի, կարաս ասես, որ ինքը արեստավարժ է։ Այդ գիտես ինչ, ճաշակի հարց է, բայց իրողությունը մնում է հետևյալը։ Այն ինչ որ իրանք ասում էին, այն ինչ որ մեր լրատվամիջոցները հաճախ ասում են, հետո լույսը բացվում է, սկսում են բացատրել, թե ինչի օրինակ այդ լուրջ լրատվամիջոցի ասած իրականություն չդարավ։ Բայց ոնց ստացվեց, որ պատերազմից հետո ասում էին, որ ինքը չի կարողանալու բանակցեց եւ 17 կետանոց խաղաղության պայմանագիր բերեց, որը երկկողմ բոլոր կետերի մասով լավ իսկ այն թղթի վերաբերյալ, որը վերաբերում էր սահմանագծման, սահմանազատման, ասում եք Ալիևը չի ստորագրելու, Ալիևը ստորագրեց այդ փաստաթղթը։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, հեսա կվերադառնանք սահմանազատման գործընթացին եւ ես հասկանում եմ, որ տենց մի հատ արտահայտություն կա հայտնի էլի, որ ասում է, երբ որ մեկը ջրի վրայով քայլի, միշտ մեկը կգտնվի, որ կասի, հա, լողանալ հաստատ չգիտի, դրա համար ջրի վրայով։ Այդ տրամաբանությամբ եք շա։ Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված, դա մեր մեծագույն հաջողություններից մեկն է, որտեղ որ մենք ֆիքսել ենք Հայաստանի Հանրապետության, սա շարունակվում է։ Սկող իշխանություն չկա։ Լսի, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենածայրահեղ եւ ամենավատ գնահատականներով էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու, ինչ տեսակի բան ասեցին, չէ՞։ Տեսակ 2021 թվականին ով սկեց ու ովում սկծրեց, ով միջև քոքը մաշվեց, ովում քոքը մաշացրեց։ Տեսակ։ Քոչարյանը ձեր դեմ դատական։ Ես այնքան ուրախ եմ։ Եթե իմանայի, չէ, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեն, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծուտեն, ինչի մենք ներողություն, բայց մենք դրա մասին չենք խոսում։ Հիմա հարցին Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխանեմ, հետո Վահե Մակարյանի հարցին չմոռանաս խնդրում։ Ռոբերտ Քոչարյանի ինձ դատի տալու մասով շատ ուրախ եմ։ Եթե իմանայի, որ դատի տալու նույնիսկ պատրաստ էի, ես բանը վճարեի այդ գույքը հարկա, ինչա կոչվում այդ պետական турքը պատրաստ էի վճարել, բայց դե հիմա դիմել է 9 միլիոն դրամ փող ա ուզում ինձնից, վստահ եմ, որ այդ 200 միլիոն դոլարին այդ 9 միլիոնը ճիշտ է բան չի փոխելու, բայց էլի տենց Կրճատեք ձեր ծախսերը, որ կարողանաք վճարել։ Չէ, ես չեմ կարծում, որ նախ ինքը այդ դատը հաղթելու է, որովհետև ես որքան հասկանում եմ, ես որքան ինչ պետք է ապացուցեմ իմ ասածները, որ ես իմ գնահատականները տվել եմ, հա, այսինքն այն բանը, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են մարդասպան լինելու մեջ, մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի Պողոս Պողոսյանի, այդ դրանք ես պետք է ապացուցեմ, կարծում եմ ինքը պետք է գա ապացուցի, որ ինքը մարդասպան չի, թալանչի չի,